Սպասված ակցիայի իդեալ համակարգից։ Փոխարինեք ձեր վինտացան նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները idealsystem.am Վերջին օրերին չափազանցրվել են Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, կողմերը գրեթե միմյանց պատերազմ են հայտարարել եւ անցել թշնամական գործողությունների։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից Եկատերինբուրգում իրականացրած գործողությունների հետևանքով սպանվեց 6 ադրբեջանցի, մի քանիսը վնասվածքներով հայտնվեցին հիվանդանոցում։ Ավելի ուշ Եկատերինբուրգում ձերբակալվեց նաեւ Ադրբեջան-Ուրալ կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկին։ Շիխլինսկու մեքենան կանգնեցվել է Բաքու Պլազա առևտրի կենտրոնի մոտ։ Անվտանգության ուժերը կոտրել էին ապակիները եւ տղամարդուն դուրս քաշել մեքենայից։ Շիխլինսկին ձերբակալվել է որդու հետ միասին, բայց ավելի ուշ ազատ է արձակվել։ Շիխլինսկին հարցաքննվել է մի քանի օր առաջ Եկատերինբուրգում անվտանգության ուժերի կողմից անցկացված խոզարկության ժամանակ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով Ադրբեջանի ցակումով անձը նախկինում համարվում էր հնարավոր շահառու վաճառական Յունիս Փաշաևի սպանության գործում, ով 2001 թվականին փողոցում դանակահարվել էր։ Նշենք, որ այսօր ավելի վաղ Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար եւ Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիֆովը։ Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության այդ գործողությունների Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում ձերբակալել եւ ծեծի են ենթարկել ռուս տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների եւ գործարարների։ Նրանք մեղադրվում են իբր Իրանի տարածքից թմրանյութեր տեղափոխելու մեջ։ Երեկ ուշ երեկոյան Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորեց Ռուսաստանի Դաշնության 8 քաղաքացիների։ Բացի այդ, Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է նաև Սպուտնիկ Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխկին եւ աշխատակից Եվգենի Բելոսովին։ Նրանք կալանավորվել էին ոստիկանական գործողության ընթացքում խարդախության, անօրինական ձեռնարկատիրության եւ փողերի լվացման գործում։ Վերջին օրերին կողմերը նաև մի քանի անգամ միմյանց բողոքի նոտա հղեցին եւ երկու երկրների արտգործնախարարությունները հանդես եկան միմյանց դատապարտող հայտարարություններով։ Այսպես, երեք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը բողոքի նոտա է հրել ռուսական կողմից Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանության եւ դաժան ծեծի ու վնասվածքների կապակցությամբ։ Ըստ հաղորդագրության ադրբեջանական կողմը պահանջել է, որ Ռուսաստանը անհապաղ միջոցներ ձեռնարկի այդ հարձակումների համապարփակ ու օբյեկտիվ հետաքննության, ինչպես նաեւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար համաձայն Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության։ Հանդիպման ընթացքում դեսպանը նաև ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակում տեղի ունեցած միջոցառումների վերաբերյալ, որը ներկայացվում է որպես Ռուսաստանն այսօր միջազգային տեղեկատվական գործակալության մասնաճյուղ։ Դիվանագետը ընդգծել է, որ գրասենյակում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից իրականացված օպերատիվ հետաքննչական միջոցառումները լիովին համապատասխանում են այդ երկրի օրենսդրությանը եւ միջազգային պարտավորություններին։ Իսկ ահա Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ զարգացնելով, սակայն ափսոսում է Բաքվի կողմից կայացված որոշումների համար։ Մենք ակնկալում ենք, որ նման պարզություն կհայտնվի մոտ ապագայում, ասել է նա։ Բացի այդ, Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև զրույցը օրակարգում չէ։ Այս պահին նման զրույց օրակարգում չէ, բայց մյուս կողմից, եթե դրա կարիքը լինի, այն կկայանա հնարավորինս շուտ։ Եվ այս պահին զրուցելու եմ Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Պարոն Աթանեսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Աթանեսյան, մենք առիթ ունեցել ենք օրերս անդրադառնալու Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանցիների նկատմամբ տեղի ունեցող գործողություններին։ Իրավիճակը բավականին սրվել է, այսպես հնարավոր եւ տեսանելի զարգացումների մասին արդեն նշեցի։ Դուք ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը, կարծեք թե այսպես Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում այսպես մոտ ապագայում հնարավոր է պայթյուն լինի, համեցեք։ Ես նման կանխատեսում չի անի, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում պայթյուն հնարավոր է, բայց ժամանակին ես առիթ եմ ունեցել ասելու, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների միջև քաղաքական որևէ թանրություն չկա, կառուցված են հարաբերությունները զուտ երկու երկրների նախագահների անձնական
շփումների հիման վրա, որ Ադրբեջանի գործող սահմանադրությունը Ռուսաստանը ճանաչում է օկուպանտ երկիր, որ ադրբեջանական հանրությունը անկախությունից ի վեր հակառուսական ընդգծված վերաբերմունք եւ տրամադրվածություն ունի եւ կարծում եմ, որ Իրանի շուրջ տեղի ունեցած իրավիճակի այսպես կտրուկ փոփոխությունը Ադրբեջանի նախագահին դրդում է որոշակի դիստանցիա պահել Ռուսաստանից, ինչը բնականաբար առաջացրել է Կրեմլի հակազդեցությունը, այսպես, եթե մանրամասնությունների մեջ չմտնենք, ապա ընդհանուր պատկերը թերևս այս է ու ավելացնեմ նաև շատ էական հանգամանք, որ վերջին օրերին ադրբեջանական որոշ ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաև Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները ակնարկում են, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների այս լարվածությունը կապված է հայ-ադրբեջանական կարգավորման հետ։ Պարոն Աթանեսյան, նկատի ունեք, որ Պուտինը Ալիևից փորձում է այսպես հավատարմություն ստանալ կամ պահանջում է հավատարիմ մնալ խոստմանը եւ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրել, մինչեւ ինքը չլուծի Ուկրաինայից, այսպես ասած, տարածքային զավթումների օրինականացման հարցը։ Ինչպես ես նման տեսակետ արտահայտելու այլ առիթներ ունեցել եմ, նույնիսկ ասել եմ, որ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, մինչև Վլադիմիր Պուտինը չլուծի Ուկրաինայի հարցը, բայց ինչպես քիչ առաջ ասացի, ըստ երևույթին ենթադրում եմ, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան, այսպես միասնական հարձակումից հետո աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության զգացողություն ունի Ադրբեջանի նախագահը եւ փորձում է դիստանցիա պահել։ Այսինքն, եթե անկեղծ ավելի պարզ ասենք, ըստ ադրբեջանական որոշ հրապարակումների, Ադրբեջանը ձգտում է Ռուսաստանի ոտնձգություններից պաշտպանել իր ինքնիշխանությունը, այն ինչ որ ամրագրված է իր սահմանադրությամբ, իսկ Ռուսաստանը փոխադարձաբար նրան ներկայացնում է պահանջներ ու կապված այն իրավիճակի հետ, որ մենք գերազանց գիտենք, ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում 2000-2023 թվականներին, որ ավարտվել է այնտեղ էթնիկ զտմամբ, ինչին ակնհայտորեն մասնակցել է ռուսական կողմը, թե քաղաքական առումով, թե գետնի վրա իրավիճակում։ Եվ այդ այսպես ռուսական կողմի արտահայտությամբ ասեմ լոյալության դիմաց այսօր Ադրբեջանը վարձահատույց չի լինում եւ խնդիրը միայն հայ-ադրբեջանական կարգավորումը չէ, ես կարծում եմ ավելի խորքային է, որովհետեւ տեսեք այդ լարվածությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ռուսաստանը հայտարարեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պատրաստվում էր մեկնել Բաքու, որպեսզի քննարկի իր Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության կապի հետ կապված հարցեր։ Այդ կապը, այդ երկաթուղային հաղորդակցությունը ռազմավարական նշանակություն Ռուսաստանի համար, ոչ այնքան որ Ռուսաստանը փորձում է օգտակար լինել Իրանին, այլ որ այդ կապը ապահովելու է, կարող է ապահովել Ռուսաստանի ներկայություն ընդհանրապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որտեղ վերջին շրջանում Ռուսաստանը ցավալի կորուստներ է ունեցել, կապված առաջին հերթին անցած տարեվերջին Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Առաջացել է հարցերի այսպիսի գծիկ,
որ բոլորովին ես կարծում եմ կապ չունի այստեղ այնտեղ իրականացող ձերբակալությունների հետ, մանավանդ ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ եթե հիշում ենք Սպուտնիկ Ադրբեջանի աշխատակիցների ձերբակալությունը ադրբեջանական մամուլը նախապես ներկայացրեց որպես անվտանգության դաշնային ծառայությունների գործակալների բացահայտում, այսպես էր տեղեկատվությունը, ու երեք արդեն Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել ծավալուն հաղորդագրությամբ, որտեղ այդ մարդկանց արդեն մեղսագրվում է բոլորովին այլ ենթադրյալ հանցագործություններ, խարդախություն, փողերի լվացում, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն եւ վերջապես նույնիսկ ոչ օրինական ճանապարհով գույքի ձեռքբերում, այսինքն սրանք այդպիսի մեղադրանքներ են, որ քաղաքական բաղադրիչ չունեն։ Այլ բաներ, եթե Ադրբեջանը պնդեր, որ իրոք բացահայտել է անվտանգության դաշնային ծառայության գործակալների, ինչին բնականաբար ես կարծում եմ Ռուսաստանը պետք է հակադարձեր, որ ինքն էլ Եկատերինբուրգում բացահայտել է այլ երկրի գործակալական ցանց, որը աշխատել է ադրբեջանական համայնքի Եկատերինբուրգ քաղաքի ադրբեջանական համայնքի հովանու ներքո։ Իդեպ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ դատարանը ձերբակալված կամ բերման ենթարկված Շահին Շիխլինսկուն ազատ է արձակել, այսինքն նրա նկատմամբ կալանավորման որոշում չի կայացվել եւ նա մնացել է գործով վկայի դատավարական կարգավիճակում, սա էլ ինչ-որ նրբերանգ է, կարծես ես այդ տպավորությունն ունեմ, որ թե Վլադիմիր Պուտինը, թե Իլհամ Ալիևը ինչ-որ գաղտնիք ամեն դեպքում չեն բացահայտում, պահում են, այսպես պահուստային խնայողական, միմյանց նկատմամբ խնայողական մոտ վերաբերմունք ունեն, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ավելի խորքային խնդիրներ կան, մանավանդ որ դարձյալ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի եւ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ Սա նույնպես ազդանշանային է, եթե նկատի ունենանք, որ մինչ այդ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների միջև, այնուհետև Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ եւ ահա դրան հաջորդում է Զելենսկու զանգը Իլհամ Ալիևին, սա արդեն բոլորովին այլ ենթատեքստ է հաղորդում ռուս-ադրբեջանական արերևույթ լարվածությանը։ Պարոն Աթանեսյան, տեսեք, Պեսկովը նույնպես անդրադարձավ տեղի ունեցածին եւ նշեց, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ զարգացնելով, սակայն ափսոսում է Բաքվի կողմից կայացած որոշումների համար։ Մենք ակնկալում ենք, որ նման պարզություն կհայտնվի մոտ ապագայում, իհարկե այս պահին նաեւ նշելով, որ այս պահին նախատեսված չէ զրույց Ալիև-Պուտին մակարդակով, ինչպես է սա գնահատում, երբ փաստորեն երկու երկրները վերջին օրերին բազմիցս այսպես փոխադարձ բողոքի նոտաներ հղեցին։ Պեսկովի հայտարարության ամենաուշագրավ կողմը հարաբերությունների բնույթի ձևակերպումն է։ Մինչև բոլորովին վերջերս եւ ռուս եւ ադրբեջանցի պաշտոնյաները խոսում էին երկու երկրների ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին։ Այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը խոսում է լավ հարաբերությունների պահպանման մտադրվածության մասին։ Սա նշանակում է, որ Իլհամ Ալիևը, ինչպես քիչ առաջ ասացի, փորձում է դիստանցիա պահել այն պայմանավորվածություններից, որ ամրագրված են 2022 թվականի փետրվարի 22-ի ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին Պուտին-Ալիև մակարդակով ստորագրած հռչակագրով։ Դա տեղի ունեցել ուկրաինական պատերազմից 2 օր առաջ։ Փետրվարի 24-ին 2022 թվականի Պուտինը սկսել է այսպես կոչված
ռազմական օպերացիան, ռազմական գործողություն, փաստացի պատերազմ է հայտարարել Ուկրաինային։ Դրանից 2 օր առաջ Կրեմլում ընդունում է Ադրբեջանի նախագահին եւ ստորագրում են ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր։ Այդ հռչակագիրը Ալիևին կաշկանդում է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական կոմունիկացիոն ծրագրերի հարցով, այնտեղ օրինակ կետ կա, որ կողմերը պետք է իրենց էներգետիկ ծրագրերը համաձայնեցնեն, այսինքն Ադրբեջանը պետք է իր էներգետիկ ծրագրերը համաձայնեցնի Ռուսաստանի հետ։ Ադրբեջանը այսօր վերագործարկել է Եվրամիության հետ էներգետիկ հարցերում բանակցություններ։ Ադրբեջանը այսօր Եվրամիության հետ քննարկում է տրանզիտային կոմունիկացիոն ծրագիր, այսպես միջանցքի ծրագիրը, որի իրականացման համար Եվրամիությունը կարծեմ 12 միլիարդ դոլարի եվրոյի ներդրումներ պետք է կատարի, որպեսզի կապ հաստատի Կենտրոնական Ասիայի հետ։ Բնականաբար Կենտրոնական Ասիայում Եվրամիության ներկայությունը հակասում է Ռուսաստանի շահերին։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչ հաշվարկով է Վլադիմիր Պուտինը հավատացել, որ Իլհամ Ալիևը մինչև վերջ կարող է հավատարիմ մնալ այդ հռչակագրի դրույթներին։ Եվ եկեք չմոռանանք, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակումից կարճ ժամանակ առաջ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի։ Ընդունել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին, սա նշանակում է աջակցություն հայտնել, քաղաքական աջակցություն հայտնել Ուկրաինային։ Այդ քաղաքական աջակցության խորքում ինչ հարաբերություններ կան Ադրբեջանի եւ Ուկրաինայի միջև, իհարկե սրանք չեն բացահայտվում, բայց բնականաբար Ռուսաստանը կասկածամտորեն է վերաբերվում եւ երևի է Ռուսաստանի հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն ռուս-ուկրաինական ռազմավարական համագործակցության մասին, եկեք չթաքցնենք։ Ու այստեղ ես կուզենայի ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ Եկատերինբուրգում այդ գործողությունը սկսելուց 1-2 օր առաջ Ռուսաստանը դժգոհություն էր հայտնել նաև Սերբիայից։ Վուչիչի մեղադրելով միջնորդավորված գործարքներով Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու մեջ։ Իհարկե այդպես ուղղակի ասված չէր, բայց դե ամենևս նոտայի իմաստը դա է։ Անցյալ տարի Վուչիչը բացահայտեց, որ 700 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանին։ Հետո մամուլում տեղեկություն հայտնեց, որ այդ սպառազինությունները չգիտես ինչու Սերբիայից տեղափոխվել են Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղից որ երկիր է դա տեղափոխվել հայտնի չէ։ Կասկածներ կան, որ այդ 700 միլիոն դոլարի գնել է ֆորմալ առումով ինքը, բայց Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով փոխանցել է։ Եթե փորձագիտական շրջանակներում նման մտքեր հնչում են, արտահայտում են, սա նշանակում է, որ ռուսական հատուկ ծառայությունները տեղեկացված է տեղեկությունները, փաստորեն Ադրբեջանը այսօր հայտնվել է մի ճամփարում, որը հակառուսաստանյան է, հակառուսական է, այսինքն Ադրբեջանը մտել է կամ վերադարձել է, ավելի ճիշտ վերադարձել է այն ուղեգծին, որ ինքը ունեցել է Ուկրաինայի հարցում ի սկզբանե, որովհետև միշտ Իլհամ Ալիևը քաղաքական մակարդակով հայտարարել է, որ սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Պարոն Աթանեսյան, եթե գանք Հայաստանում, այսպես նաև ազգային ժողովի նախագահի հայտարարությանը, ռուսական հեռուստաալիքների մասով երեկվա հայտարարություններին մենք տեսնում ենք արդեն ռուսական կողմն է արձագանքում, մասնավորապես գիտեք հարցը դրվում է ընդհանրապես ռուսական հեռուստաալիքներից ազատագրվելու, քանի որ գիտենք այնտեղ ինչ ռետորաբանություն եւ ինչ քաղաքականություն է վարվում։ Դուք ինչպես եք գնահատում ստեղծված
ստեղծված իրավիճակը եւ կարծեք թե որոշակի լարվածությունը հատկապես երեք ազգային ժողովի նախագահի հայտարարությունից հետո։ Ես դառնապես կուզենայի, որ այս լարված իրավիճակից Հայաստանը հնարավորինս զերծ մնար միջամտելուց, որևէ ձևով միջամտելուց, բայց իհարկե այն տեղեկատվաքարոշչական վախանալյան, որ կազմակերպում են Ռուսաստանի հեռուստաալիքները եւ ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանի պաշտոնական դեմքերը թույլ են տալիս, որպեսզի Հայաստանը պրևենտիվ, այսպես կանխարգելիչ քայլեր ձեռնարկի եւ դրանցից մեկն էլ ռուսական քարոզչության սահմանափակումն է, ինչը ցանկացած ինքնիշխան պետության իրավունքն է։ Այստեղ եթե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը իրեն թույլ է տալիս խոսել հայ եկեղեցու հանդեպ Հայաստանի իշխանությունների կողմից իբր թե կազմակերպվող հալածանքների մասին, սա պետական վերաբերմունք է, որը իր խորքում իհարկե սպառնալիք ունի, եւ եթե այդ սպառնալիքը ամենօրյա, ամենժամյա ռեժիմով գեներացում են ռուսական հեռուստաալիքների կողմից, ապա բնականաբար պետք է տեղեկատվական անվտանգության ուղղությամբ քայլեր ձեռնարկեն։ Ես չեմ կարող ասել, թե օրենսդրությունը ինչ ընթացակարգ է սահմանում կամ Հայաստանը եւ Ռուսաստանը միջպետական ինչ պայմանավորվածություններ ունեն այդ բնակարարում, բայց ամենևս փաստ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդումները Ռուսաստանը չեն հեռարձակել։ Ուստի եւ Հայաստանը կարող իրեն իրավունք վերապահել, իրավունք ունի սահմանափակելու այդ քարոզչության մուտքը իր երկրի տարածք, մանավանդ որ այդ քարոզչությունը այստեղ փորձում է ուղղորդել հանրային տրամադրություններ եւ աջակցել քաղաքական շրջանակներին, որոնք ակնհայտորեն առաջադրում են Հայաստանում ոչ միայն իշխանապողության, այլև հանրապես քաղաքական ուղեգծի, քաղաքական ընտրության փոփոխության հարց։ Սա չափազանց զուգահեռ նշանակություն ունի այսօրվա իրավիճակում, որ երկիր համաշխարհային քաղաքական միտումների, քաղաքական զարգացումների, որ բևեռի համակիրն է կամ ուժային որ ճամփարի մաս կարող է կազմել ապագայում։ Ռուսաստանը փաստորեն չնամաբար ընդունեց Եվրամիության անվտանգության եւ արտաքին գործերի երեկույն հանձնաժողովի Կայա Կալասի Երևանյան այց։ Եվ իդեպ դրան հաջորդեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրենի հայտարարությունը, Մասյուկի հայտարարությունը, որ արևմտյան ինքնագործ միջնորդները Բաքվին եւ Երևանին պարտադրում են, որ ստորագրվի իր արտահայտությամբ վաղահաս պայմանագիր եւ այդ արևմտյան նախաձեռնությունները իր արտահայտությամբ գործին չեն օգնի։ Նա ավելացրեց, որ Մոսկվան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը եւ առաջարկում է իր հարթակը, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի Մոսկվայում։ Դա նշանակում է, որ Մոսկվան ձգտում է լինել հայ-ադրբեջանական կարգավորման ոչ միայն մոդերատորը, այլև երաշխավորը, իսկ լինել երաշխավոր նշանակում է ունենալ ռազմական ներկայություն առնվազն հայ-ադրբեջանական սահմանի վրա։ Հիմա Ադրբեջանը բացահայտորեն ցույց է տալիս, որ այդ սցենարը իր համար ընդունելի չէ։ Ես կարծում եմ պետք է սպասել 1-2 օրից Ալիև-Էրդողան հանդիպմանը, թե Էրդողանը պաշտոնապես
պետք է մասնակցի տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, բայց ես տպավորություն ունեմ, որ Թուրքիայի նախագահը պետք է հստակ ուղեցույց մատնանշի Իլհամ Ալիևի համար։ Ու այստեղ մի հանգամանք էլ պետք է կարծում եմ հաշվի առնենք, որ Հայաստանի հետ պայմանագրի ստորագրումը ենթադրելու է Ադրբեջանում որոշակի լիբերալացում, քաղաքական կյանքի լիբերալացում, քաղաքաբանտարկյանների մի մասի ազատ արձակում, որ Եվրամիության պահանջներից մեկն է, իսկ դա կարող է սպառնալիք լինել Ալիևի դինաստիական իշխանությանը եւ հիմա դժվար է, շատ դժվար է ասել, թե Ալիևը ինչ ընտրություն է կատարելու Պուտինի հետ վերբեռնելու է հարաբերությունները, որպեսզի պահպանի իր դինաստիական իշխանությունը եւ բռնապետությունը, թե հանուն Ադրբեջանի ինքնիշխանության պահպանման եւ ամրապնդման գնալու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ երկրի ներքին կյանքի ազատականացման ճանապարհով։ Սա էլ Ալիևի համար լուրջ փորձություն է։ Ես կարծում եմ։ Իսկ Կալասիայից ինչպես է գնահատում, պարոն Աթանեսյան, հատկապես, որ Հայաստանը եւ Եվրամիությունը անվտանգային ու պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը տվեցին։ Քաղաքական առումով, ընդհանուր քաղաքական առումով իհարկե դա դրական է, որովհետեւ Եվրամիությունը փաստորեն արձանագրում է այն զարգացումների, այսպես հասունացումը, որ Հայաստանը եվրոպական համայնքի անդամ է եւ եթե այդ քաղաքական ձևակերպումը արդեն վերաբերում է նաեւ անվտանգային հարցերին, ապա սա կրկնեմ քաղաքական առումով չափազանց կարեւոր է։ Գործնականում Հայաստանի մասնակցությունը ինչպես կարող է լինել այս խնդիր է, որովհետեւ նախ Եվրամիությունը ինքը որքան թույլ են տալիս տեղեկատվությունը դերևս ամբողջականացրած ամփոփված դոկտրին չունի, Եվրամիության անդամ որոշ երկրներ օրինակ անվտանգային հարցերում գերզգույշ են եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն ուզում հասցնել լարվածության մի աստիճանի, որին կարող է հետևել ռազմական բախում։ Բնականաբար այս Եվրամիություն Հայաստան անվտանգային ներգրավվածությունը Ռուսաստանի համար խնդրահարույց է, եթե նկատի ունենանք նաեւ հանգամանքը, որ Կալասը Երևան է այցելել ու գրեթե միաժամանակ, երբ Բիշկեկում ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովը, որին Հայաստանի արտգործնախարարը չի մասնակցել եւ այդ իրողությունը բնականաբար Մոսկվայի կողմից գնահատվում է որպես իր հանդեպ ոչ բարեկամական քայլ արդեն Հայաստանի կողմից։ Այս երկբությունը, այս բարդությունը հաղթահարելը Հայաստանի դիվանագիտության համար իհարկե մարտահրավեր է, հուսակ, որ այդ մարտահրավերը հաջողությամբ կհաղթահարվի։ Շնորհակալ եմ պարոն Աթանեսյան զրույցի համար։ Խնդրեմ։ Զրուցում էի Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։